Կոռուպցիոն սկանդալ թուրքական ֆուտբոլում, պայմանավորված խաղեր, խաղադրույքներ ու անգամ փողերի լվացում։ Ավելի քան 1000 ֆուտբոլիստ եւ 149 մրցավար որակազրկվել են անօրինական խաղադրույքներ կատարելու մեղադրանքով։ 18 մրցավար ու 2 ակումբի նախագահ էլ ձերբակալվել են։ Կանոնավորված մրցավարներից մեկը վերջին մի քանի տարում 18000 խաղադրույք է կատարել։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ պրոֆեսիոնալ լիգաներում աշխատող 571 մրցավարներից 371-ն ունեցել է խաղադրույքային հաշիվ, իսկ 152-ն ակտիվ խաղադրույք է կատարել, ընդ որում նրանցից 7-ը բարձր կարգի գլխավոր մրցավարներ են եւ սպասարկել են նույնիսկ Չեմպիոնների լիգայի հանդիպումներ։ Թուրք իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել նաեւ բարձրագույն եւ ստորին դիվիզիոնների ակումբները։ Երկրորդ դիվիզիոնից հեռացվել է 282, երրորդից 629 խաղացող։ Իսկ հա Սուպերլիգայում հանդես եկող որակազրկված ֆուտբոլիստների թվում է նաև Թուրքիայի ազգային հավաքականի պաշտպան Էվրեն Էլմալին, որը հանդես է գալիս Գալաթասարայում։ Որակազրկվել են նաև թուրքական այլ առաջատար ակումբների Բեշիկտաշի, Տրաբզոնսպորի եւ Անթայլասպորի ներկայացուցիչներ։ Ֆուտբոլիստների պակասի պատճառով Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված է եղել անորոշ ժամանակով դադարեցնել ստորին լիգաների առաջնությունները։ Ֆեդերացիան արդեն բանակցություններ է սկսել FIFA-ի հետ լրացուցիչ տրանսֆերային պատուհան բացելու վերաբերյալ։ Հետաքննությամբ պարզվել է, որ թուրքական ֆուտբոլում ապօրինի խաղադրույքների գործընթացը ավելի քան 10 տարվա պատմություն ունի, որի մեջ թաթախված են նաև իրավապահ մարմինների որոշ ներկայացուցիչներ, որոնք տարիներ շարունակ կոծկել են տարբեր գործեր։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։